Հարգելի սիրելի ժողովուրդ, Ես ողջունում եմ ձեր բոլորին։ Շատ շնորհակալ եմ ջերմ ընդունելության համար։ Մենք վաղուց իրար ճանաչում ենք, շփվել ենք, հանդիպել ենք, քննարկել ենք, իրար կողքի եղել ենք։ Դուք բոլորը լավ գիտեք, Ծառուկյանի խոսքը գործը, ասեց 100% անելա, ճիշտ է թե ոչ։ Հիմա ձեր ցավը տանեմ ես։ Ես ավելորդ բաներ չեմ ասելու, ոչ մեկին չեմ քննադատելու, ցեղ չեմ շպրտելու, այսօր դեզի չհետաքրքրում է նա եմ ասելու։ Դեռ ուսումնասիրել ենք բոլոր ոլորտները, ժողովրդի ասածը, խնդիրը, պրոբլեմը, որն է, որ կարգավորվի, մարդիկ կարողանան աշխատեն, իրենց տունը պահեն, իրենց հոգսերը թեթևանա, պարկերը փակեն, իրենց տարածքները մշակեն, կարողանան բարեկեցիկ կյանքով իրենց տունը պահեն։ Այդ բոլորը հնարավոր է, ունեմ նավթիվ, ունեմ ցանկություն, ունեմ ծրագիր, ուրեմն սպասենք լավ փոփոխությունների։ Ամենակարևորը ժողովուրդ, այսօր մենք ինչ կա կորցրել ենք, հեղինակություն, հպարտություն, հաղթանակ, խեղճացած, պատերի տակ նստած, պարտքեր, վարկեր, ճիշտ է թե ոչ ժողովուրդ ջան։ Այո։ Հիմա այսօր ես որ մեր ժողովուրդը ասելու բանն աշխարհի, կառուցում ենք ազգով ենք կառուցում Քրիստոսի արձանը, որ աշխարհով մեկ թնդում է, եւ այս մոտեր օրերն էլ կայանում էր կանում կինո փառատոն, որ սա աշխարհի ազգերը տեղ էին։ Ուղարկել եմ, գնացել են, ներկայացել ենք արձանը, ժուրնալը կա, ցույց կտան, որ ամբողջ ընդ ասեմ տրակել է, այդ ամբողջ մասան ու գրած է, որ այդպիսի փոքր ազգ, այդպիսի ինչ բան է գրած։ Ամբիցիոզ ծրագիր, որ դրած է, որ սա աշխարհը գալու է։ Հիմնական խնդիրը Ժորժ ջան, պարզ ասեմ հասկանալի, ես ավելորդ բառ չեմ ասել։ 1 միլիոն տուրիստ գալու դեպքում 5 միլիարդ փող թողել է Հայաստանում, բայց գալու են 10, 20, 30, 40 միլիոն, որ քանի որ առաջին քրիստոնյաներն են, 134 կաթողիկոս ունենք, 301 թվականից, որ մենք քրիստոնեության հիմնադիրն ենք աշխարհում։ Դա պարտությունը, ազորությունը ամբողջը գալու են։ Եթե կա 20 միլիոն, դա կազմա մոտավորապես 100 միլիարդը մնալու է երկրում։ Ժողովրդի մոտ փոքր ու միջին բիզնեսը, տնտեսությունը, գյուղատնտեսությունը, տուրիզմը, տաքսիստը, բոլորն էլ փողի տերը լինելու, ժողովուրդ հավատացեք։ Ես ասեմ, այդքան մնալու տեղեր չի լինելու, հյուրանոց չկա։ Տներն են մնալու, որ կարող եք վարձով տալ։ Մի բան ստեղծեք, աշխարհում փոքր ու միջին բիզնեսը 60-70%-ն է, որ կարա տնով, ընտանիքով, մի բան, ինչ մենք ունենք, ինքը ինչ հնարավորություն է, դա կրտի հայտնից, քարից, ստեղծելով, արվեստի մշակույթի ասենք թե քրիստոնեաց հետ կապված, բոլորն էլ վաճառելու է, բոլորն էլ գալու։ Ասում եմ 100 միլիարդ, գիշեր 5 միլիարդ է, 100 միլիարդ ժողովրդի ձեռնալ, հարստանալու են, մարդիկ գործեր ունենալու, շարժ լինելու, դրան հակառակ տեսնելով այդ աշխատությունը։ Հասարակ բան ասեմ, ով ծանոթ ունի, Աբովյանում շրջակա գյուղերում 500 դոլար ցողը գալա 50-70 հազար, չեն էլ վաճառում։ Դա ինստինկտը չի բացել ժողովուրդը։ Այնպես որ սպասենք լավ փոփոխությունների, տեսնելով շարժը կա, հիմա էլ նոյան տապաններ կառուցում կողքի սարի տան, որ 2 միլիոն դրամար կան, ձեր ցավը տանեմ։ Մարդը հայրենիքը դա բաժակաճառ չի, որ ճող-ճող, դատակ խոսել։ Գործ պտանես, քո երկրի ժողովրդի համար, թող ասեն այդ մեծ խոսացողները, բացի սրտից ինչ են ասել։ Մի բան, 8 տարի ասելով, չեմ ուզում անդրադառնալ։ Գործի մարդ եմ, խոսքի մարդ եմ, ձեր ցավը տանեմ, գիտեք ճանաչում։ Հիմա ասեմ մեր ծրագիրը, անձրև է գալիս, 3 ժամ անձրևի տակ մարդիկ կայներ սպասել են, լավ բան լսելու, լավ բան եմ ասել։ Օրենս հիմնական հնարավորության դեպքում ժողովուրդ, առաջնային է, առողջապահությունն ու կրթությունը լինելու անվճար, անմիջապես խորհրդանում որոշում են կայացնելու։ Երրորդ հարցը, վարկերը, տնից 3-4 վարկի տակ, կապ չունի, ամեն անհատից մինչև 3 միլիոն անմիջապես ներում աշխատորեն։ Այսօր պետական պարտքը 15 միլիարդ է, ժողովուրդը դրանից խաբար է, աշխատատեղ են ստեղծել, աշխատավարձ են բարձրացրել, ինչ է նա, ոչ մի բան, պարտքերը ավճար տալ, 10-12 միլիոն, 8 միլիոն մնացածի ոչ մի բան չասում, տարին 10 անգամ։
Բայց նոր եմ ասում, վարկերն ալինելու, մյուսը կուշուգաններն ավերանալ անջավեն, այսպես մենք ժողորդին նոր շուչ ենք տալու։ Ճարիքից համելու ենք, դա գլպանիք չեն անում ժողոր, հասանելիքը, բյուջե ճիշտ պետք է օգնագործել, կազմակերպել ծրագիր, աշխատանք, առևտուր շատ, որ մարդը կարող է բյուջեն գումար լինի։ Մյուսը, այս ամբողջ ժամանակ հատվածում մենակ այսօր կառավարությունը մարդկանց բանտարկելով, մարդկանց արտաքսելով, հեռացնելով, կալանավայրերում տեղ չկա ժողով։ Արդեն այդտեղ չկա տնային կալանքներ են տալիս։ Պետք է քայլ կատարվի, մարդկանց ներում շնորհվի, մինչև 10 տարի ոչ կան կալանավայրում մարդկա բոլորին ներում շնորհվելու, հնարավորություն տալու։ Իրենց տնողների մոտ, իրենց կանած, իրենց բալիկների, մարդը սխալվել է, մարդը բացաթող է, դա չի նշանակում սաղ կյանքը մարդը պետք է տարապի, զորով հացագործակի, սխալվել է, քայլ կատարի, հանու երկի, հանու ժողովրդի, մարդիկ տեղով քեզ օրն են, երրորդը սխալվի, արդեն մեղքի իդիցը, բայց դու քայլ պետք է կատարես, մարդկանց կյանքը հացագործակես, կատարի միայն դա կարա հզոր մարդը կատարի, տեսած մարդը, բարի մարդը, կամեցող մարդը, որ կարող է լավություն անի, մարդկանց օգնի ձեր ցավը տանել։ Այն մարդը, որ միայն բանտարկել, ձեր շփրտել, վիրավորել, կալանավորել, խլել, ասպես դրական ոչինչ չունի աշխարհում։ Ես ասում եմ Զարուգյանի բարձունքից սա ճիշտ է, եւ կլասը չի, ասում ինչ բարձունք կա որ, ասել եթե մեր վարչապետը տեղյակ չի ասել, բարձունքը որն է եթե չի գիտի։ Եթե առավոտ ծիրիկոն իմ տնտանիքի կապրելով իմ տղերքի վիրավորելով, ես բարձուն գնայա, թու չեմ տվել բառացեմ իր ընտանիքի։ Դա մեծությունը բարձունը դա է։ Երեխեք մեր չունի, ընտանիքը մեր չունի։ Երեխեքին ցավը տանեմ։ Երեխեք այսօր մեր լույսն են, մեր ապագան են, նոր կյանք են մտնում։ Ես իրա երեխաներին ընտանիքին, ցանկանում առողջություն, երջանկություն, իրենց նպատակին կատարում Աստվածը թող պահապանի։ Այ դա է մեծությունը։ Ընտանիք ունեք չի կարելի, հոգրի միջին բիզնես հետ կայացված, Ժողովուրդ, ծրագիրը կազմել են, կա ծրագիր, մինչև 60-ից 80 միլիոն դրամ շրջանառության ներքում ոչ մի հատ չի տալի, մարդուն հնարավորություն է ստանում զարգանալու, փորձ են բերելու, հարկային մտա պետք է հեռացնել, ոչ թե գտնում են գրել, թե չգրել 300,000, մինչև 60 միլիոնը, մի տոկոս, մարդու շատ պետք է տաս, արստանա, կայանա, որ մարդը կարողանա լիարժեք, ինքը կարողանա մեծ հարգել տա, պետք է հնարավորություն տրվի, ոչ թե տակ-տակ, Ժողովուրդ խոսում եմ, բոլորն էլ ճանաչում եք գիտեք, եղել է, օգնել եմ, ցրտը հարվել է, ասել մի տարետը գումարը գտակ, ասել եթե ոչ մի կոպեկ մեջում բերում ու գետի, ճիշտ եմ ասում, դե սխալ եմ։ Որը, ես նորից եմ ասում, Ժողովուրդ, ես մարդ եմ ձեզից մեկն եմ, ձեր դրության մեջ մտնում եմ, կամենում եմ, ցանկանում եմ, որ լավ ապրել, որ հնարավորություն պետք է տաս, աջակցել, բայց Ժողովուրդ, բարեգործությամբ, երկի չեն տարած ծաղկասը, դա քո ցանկությունը հանում է, դրա համար պետական ծրագրերը պետք է իրագործվի, Ժողովուրդ, յուր նախարարությունը փակել է, խեղճ ու կրած ժողովուրդը, ինչ պետք է անի, ում դիմի, գարուն է եկել է, գյուղացի միա փողը ծմերը ծաղկել է, սաղը գարուն է, պետք է գնա վարկ է գալի, տանի դա, վարկեր պետք է չպրծած տոկոսները տանել փակել, այսպես աշխատում ես բանկի համար, որ չես կարող քո համար, այդքան բան գիտակցեն, եթե անած մարդը կարա, այս տարածքի խաղաղորդի համար անի, պետությունը պետք է գյուղ նախարարություն լինի, բոլոր գյուղատնտեսության զբաղվող հողատերերին իր հոգի չափով գումար տրամադրի, մինչև աշուն, առանց տոկոս, որ մարդը կարողանա բերք ու բարիք ստեղծի, կարողանա աշխատել վաճառի առանց տոկոս գումարը տանի վճարել։ Ժողովուրդը գյուղացին բերք ու բարիք ստեղծողը, ձեր ցանկացած իրավունքներ, ցանկացած գիտեք, ասում Զարուգյանը արտաքին գործերի հարցերը տեղյակ, այ քո Զարուգյանը քոպես կարա արտաքին գործ, հարաբերություն քննարկի, քո արածները տեսան, սա կյանք ասում, ես չեմ եկել Արցախը հանձնելու համար, ես բանակցում եմ, սա չկել եմ, բանակցությունը տեսան, մի հալվածով, մի անգամից ասին, Արցախ Ադրբեջան ուղեր, Զարուգյանը սպորտը ոտյա կայնած, ազգից պատումը բարձր է բայր, տարեկան 800 մեդալ են բերում,
որից հարությունը ոսկի է։ Հաղթանակ եմ տալի, մեջորդին մեջ ճանաչում եմ տալի։ Արել եմ 15 թվականին Ծառիկյանը պայմանագիր է կապել, բանակցել է Տոմաս Բախի հետ աշխարհի օլիմպիական կոմիտեի նախագահ է, Եվրոպայի օլիմպիական կոմիտեի նախագահ է, եկել են իմ մոտ հույն, որ Ադրբեջանում կայանում է Եվրոպայի օլիմպիական խաղերը Ադրբեջանում։ Ասում եմ, սաղ իմ երեխեքն են, իմ տղերքն են, եթե դու երաշխավորում ես, թուղթ ես ստորագրում, որ ման չի տրվում։ Այն ժամանակ ես ուղարկում եմ, բակ ուղարկեց ասի 100%, մեր մարդիկների կյանքին մերն եմ։ Թուղթը ստորագրեց ուղարկել է 2015 թվականին։ Գնացել է Բաքվում, պատերազմի ժամանակ, Բաքվում հայկական դրոշ են պատճառել։ Մեկի մարդը չի կրվել, Սարուկյանը այդ բանակցողն է, այդ հարցեր կարգավորողն է, սաղ աշխարհին բերել եմ, Եվրոպայից 70 դեպուտատով եմ բերել, Անգլիայից լորդերին եմ բերել, Արաբական երկրից թագավոր թագաժանակ եմ բերել։ Յար օդի մեջ բան չեմ ասում, Ժողովուրդ ջան, պետք է բանակցես տղավարի, իմ ազգի ցավը տանեմ, որտեղ դրել եմ, հապար, վարդունքի վրա իմ արդ արժանի է, իրոք գալացողներ հիացած է գնում, մարդիկ գալիս են, տեսնում են, հիացած աղ ու հացով հույնացել մարդեն, հիացած են ունում։ Արաբական երկրից բերել թագաժանակին, ասում ենք սաղ 6 ամիս է դում ենք Ֆրանսիա, չգիտեմ, տարբեր երկրներ, շատ լավ ամենք ասենք իրար մոտ են, հացով, հյուրասիրությամբ, հետ մի եկա դուկանոց կառուցենք, որ մեր մեծ արուսները, որ կանցնել չգնա Ֆրանսիա ու երկրներ։ Կազմակերպել եմ, ասում եմ, գալստուկ չես կապել, ուրեմն ես ձեր հետ հանդիպելու բան չունեմ։ Այն մեկին վերել եմ, որ հիվանդանոց կառուցի թագավորի անունով, որին ժողովրդին անվճար բուժել, ժողովուրդ։ Գնացել է հեռախոսը զանգել ասան, չէ դուք մեր չեք հարկում, որ քո հեռախոսը այ քո ցավը տանեմ, դուք ես նայի, թագավորի ընտանիքից մարդ եկել, հայրին սիրող հարգող, ուզում է հիվանդանոց կառուցի անվճար ժողովրդին լավություն անի, որ իր հորը որ ցույց է իր բանեկամական կապը։ Այնպես ժողովուրդ ջան, ասելու բաներ շատ են, ամենակարևորը իմացեք, սպասեք լավ փոփոխությունների, 100% լավ է լինելու, տուրիզմը զարգանալու է, տուրիզմը դավություն ոսկու համ լինի, բոլորը տեղ զբաղվելի բան եք ունենալու, բոլորը տեղ մեծ փողեր եք աշխատելու, ասում եմ 20 միլիոն գալու դեպքում 100 միլիարդ փող քո երկրում է, այսօր բյուջեն 5 միլիարդ է, 100 միլիոն Նոյան տապանել են սարքելու, էլին 3 միլիոն դրաման են գալու, այնպես որ լավ դրամատության ու բոլոր վարկել է։ Որև ամենակարևորը ես ասում եմ, որ ծրագրերը կա ժողովուրդ, բանվորի ընտանիքից է, զրոյից եմ կայացել սարքից է, պետական պաշտոն չի է, ասված նայում, այսքան մարդ առած ձեռնակ, ապեցոլա, իրան ավելի շատ ատալի, են աննային է նայի ասանում, չորը կանաչացում է, հակը բացում է, ես ասեմ, այսօր պետք է նայեմ, յուղ նախարարությունը, ոչ թե Երևանում պետք է դեմ, ասեն տարարին Արարատ Արմավի, ամենամեծ գյուղատնտեսությունը, որ պետք է դրվի կամ Արարատում, կամ Արմավիում, համիջապես կապի մեջին է, Հուվարին, պետք է արդեն մարարտանությունը սերմերը բերել, պետք է մարպետին տան, մարպետը գյուղապետերը ժողովրդել, պետք է թուղթերը կազմեն ստորագրել, տականալու պես պետք է բաժանել, ոչ թե 13,000 դրամ, այլ պետք է տան 5,000 դրամով, երեն գումարը տեղում չուվեր, գումարը ուզեն պետք հավաքի ժամանակ, որ իրանք իրական կյանքով ապրած լինեին, գյուղասրտության մեջ մտած լինեին, երկա մտած, չեն ասման ժողովուրդ, ամբողջ երիտասարդներ հավաքածու ասում եմ յուղ նախարարությունը Արմավիրում կամ Արարատում, սպորտ նախարարությունը Գյումրիում պետք է լիարժեք ճիշտ, ոչ թե մենք կաբինետներ նստած քարտուղարին կոֆե չայ բերի, նրանք պետք է կյանքով ապրած լինեն, հասկանան, հադրը իմանան, մարդու մատից փուչ անեն, մարդն օրը օրհնելով ման կա, մարդությունը հարգանքը զորական ժողովրդի մեջ է մնացել, ձեր ցավը տանեն։ Թեթևակի ուշադրություն, մի հատ ջան ասի, մի հատ ուսից խմիկ ասի, կասես քո ցավը տանեն։ Այդքան բան պետք է ապրած լինեն հասկանան։ Ասում եմ ինչ որ ասեցի, սկսած ասեք այդ բոլորից, առողջապահություն, կրթություն, վարկեր, ասեք այդ կալանավարերի բանը, մենք որ պետք է կարողանանք համաներում տան,
նախարարության բացումը, եթե գյուղ նախարարությունը փակել։ Դա գալիս է, որ չեն հասկանում, կամ ուզում են, որ քանդվի, ավիրվի, սա գյուղերը դատարկվել, մարդիկ թողեն գնան, ճիշտ եմ ասում, թե ոչ։ Այո, Ասում են, գյուղ նախարարությունը երբեք փակ, այսօր ասում են, մեր կոնյակները դպրոցներ են կառուցել, լավ է սարը դպրոցներ կառուցել, 3 հարակնի կառուցել, 8 տարում, 59 հատս կառուցել, 59 հատից 26-ը կառուցած է, բայց այսօր այս տարի, արդեն 220 դպրոց փակվում է, մարդ չկա սովորող, ասեն մարդիկ գնում են, առաջնայինը պետք է կարգավորես, մարդկանց հիմնական ասեն թե խնդիրները, առօրյան, ապրելակերպը, այսօր բոլոր բնակավայրերում դպրոց հետ միասին սպորտ դպրոց պետք է լինի, երեխաները պետք է գնան փողոցից կտրվեն, այսօր հիմնական խնդիրը սա է, որ կարողանան երեխան զբաղվի, այսօր ամբողջ տարածքով երիտասարդությունը թմրամոլությունն է, ծնողը վախում է, նորից եմ ասել, պետք է բոլորը միասին պայքարեն, մարդու տուն չմտնի, տուն կմտնի, քանդվի, մենք պետք է ունենանք կարող սերուն, պինչ սերուն, ուժեղ, որոնք ավելի զարգացնեն մեր արժանի փոխարինողները։ Ժորժան անձերը գալիս է դեր ցավը բաղական։ Ես շնորհակալ եմ, իմացեք ինչ ասել եմ, իմանել ավել անել եմ, որոշողը դուք եք, պարզան, նայելով այսօր ծանեն գործից անում, նրան են անում, ծնող նեկավ, աղբեր նեկավ, աղտ են գրում, մի ասեք ում եք ընտրում, ասեք չեն գնալու, գնում ես հակվեն ասած դեզ եմ ընտրում, գնացեք ես նորից եմ ասում, ամեն ինչ վերջատացա, անհնարան շարունակվի, են ասելու բան չունեն, անելու բան չունեն, հավատացեք, սրտից նշանը կպցրել եք, լավ ասեք, ասպետ ծովիստով էտ ինչ, Հայաստան եք հայտնաբերել, նոր հողեր եք գրավել, եղած եք բաստատած տալիս եք, էլ ասելու բան չունեք ասում, ասպոտ ծավուն կան ասել, ծովիստով Հայաստան եք բերել, բայց ժամանակ հպարտ մատի ժողորդի մոտ, դա եղել է, հիմա հատելով գնում ես, պարտելով գնում ես, ինչի համար ես կպցրել, մարդ այսօր սպասում, ասում, մարդի տունը մահանում են, չեն կարողանում բջիջի գնան ժողով, ոնցը կոտրվում է, մինչև 820,000 պետք է վճարել, բջիջի ցավը տանեն, բջիջը տա իրա փոխից կտրելու է, անպայման, այսօր էլ կազմակերպել է սննդության դեմ, անվճար թոշակառուների գնա, աչքի օպերացիա անեն, հասկացա զանազությունը պրծավ, ինչ է կարելու, ավելի ճիշտ է, ճիշտ որոշում կայացյա, բոլորն էլ մարդ է, բոլորի համար էլ նորմալ գնա, որ կարողանան ընդմիշտ բուժվել 700 միլիոնը, ես ուզում ասում, ճիշտ պետք է օգտագործել, ոնց որ սեփական գումարը, կարող է ճիշտ նպատակային օգտագործել։ Այսօր 10,000 դրամ ավելացել է թոշակների, իրանց հաշվարկով, միջին զամբյուղը, որ մարդը չի մենակ կարա գոյատել մի մարդ, 78,000 դրամ է ցավը տալու, բայց դու տալիս ես 49-ը, ես ասեմ, մեր ժողովրդի երևի ֆոկուս չի կեր, որ ֆոկուս են անում կարող է դանդակի դուզգար, առաջնային վերցել եք ղեկը, ղեկավարում եք, պետք է քո ժողովրդի մասին մտածել, ոնց որ ընտանիքի հայրը, իր ընտանիքի անդամներին կարա սովորել, անում է բոլորին անում, առնում է բոլորին առնում, սնվում է բոլորը համասար են սնվում, ասում է թոշակառուներին են ասում մենք գումարը չերիքëm, որ մենք մի սառնենք, ոչ են մոռացին ինձ, ասում է դուք կանաչ ուտել, այդ ցավը տանեմ, այդ ժողովուրդը քո համար դուսը կանին է, պայքարել է, հավատացել է, որ դու պետք է կյանքում բան փոխվի, ավելի չի բարդացել կյանքը ժողովուրդ, հարց եք տալի, բարդացել եք, Ոչ բարդացել, բարդացել է, պատկերը շատացել է, որ այսօր հիմնական հարցը, որ պետք է կարգավորի, մարդիկ իրավունք չունեն, որ իրենց պատճառով մի ամբողջած ուժի, որ այսօր այս վիճակն ենք մենք ընկել, մեր խելքից է, հավատացել ենք, բայց հիմա պետք է փոխել, շատ հեշտ հանգիստ, չեմ ասում, հեղափոխություն, որ ասել կառույց, այլ մենք կադրության ձայները տալիս է, որոշումները կայացնում են, առաջին պայն ինչ կետեր ասեցին, մենք համար կուսակցական պատկանություն կապ չունի, ով կարողանա իրաց ցավը տանել, մենք պետք է դա իրան խնդրենք, որ կարողանա կառավարի դիաժեք արդյունք ցույց տա ժողովրդի մանուկների ուժը։ Ես շատ շնորհակալ եմ ձեր ցավը տանել, Աստված պահպան, Անկյոթին համար յոթին։ Ամենակարևորը ժողովուրդը
Ճախալյանն ուր է։ Ինչ ասել եմ 10 անգամ ավելի շատ անել եմ։ Հետևողական եք լինելու։ Ոչ ճանաչման կարիք ունեմ, ոչ անձնական կարիք ունեմ, ոչ գումարի կարիք ունեմ։ Այլ իմաստի ժողովրդի երկիրը հավատարմությունը, հարգանապատվությունը, ժողովրդի բարեկեցությունը։ Եվ երաշխավորած ժողովրդն ասում հիմնական խաղաղություն։ Ինքը հիմա ձեզ խնդրում եմ, ասում են խաղաղություն եք մեկը, ձեր ցավը տանեմ։ Թող մի հատ ցույց տա, որ գրածա խաղաղությունն է։ Ոչ մի խաղաղություն չկա։ Հիմնական ալևը պահանջի վրա պահանջ տվեք, անգլաները տվեք, Արևմտյան Ադրբեջան, չհասկացել եղբայրան։ Բերել ես, ես ասեմ երաշխավորած խաղաղություն, թղթի տակ ստորագրած լինի, որ իրոք այս երկրներն էլ երաշխավորում են, որ ալերելու, ասես Փաշինյանը խաղաղություն է ստորագրել, ով խաղաղի պատժում է, թող ցույց տա ներողություն խնդրեմ, ասեն դու ճիշտ ես, պարոն Փաշինյան, երկրատիպ, հետն էլ տանում եմ 3-4 հատը իմացում եմ մեծ ավտո, այս հետից դատակ ծապ տվողները, այ եղբայրան, դու բան ասա ու տանում, բան ես փոխ է, սպասելի կա, մենք ենք ծապ տան, մենք ոչ պաշտոն ենք ուզում, որ մենք ուզում ենք միայն իմ երեխեքը, մեր բոլոր երեխեքը թողները ամբողջ երկրում ապրեն, ձեր ցավը տանը։ Շնորհակալ եմ, Աստված բարդ, անցի երկիր, համար երկիր,